Այս պատմության մեջ հերոսների ճակատագրերն այնքան են խճճվել, որ յուրաքանչյուր նոր օր իր հետ բերում է ավելի ծանր ու դաժան փորձություններ։ Այսօրվա սերիան և սառը դատողության և ճակատագրական կյանքեր փոխող բացահայտումների մի իսկական փոթորիկ էր։ Սարգսյանների տանը մթնոլորտը ծանր է ու խեղդող։ Եղբայրները Դավիթն ու Լեոն մի կերպ ատամները սեղմած ու միայն հանուն նոր վիրահատված պապիկի խաղաղության ընդունում են Մանանին տուն և հանդուրժում նրա ներկայությունը։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ է լինելու։ Դավիթը վերջնականապես որոշել է փոխել իր մոտեցումը։ Նա այլևս չի պատրաստվում Մանանին թագուհու պես պահել ու երես տալ։ Դավիթը ստիպում է քրոջը կատարել տնային բոլոր գործերը, վերաբերվում է նրան խիստ ու անզիջում։ Սկզբում Մանանը, սովոր լինելով իր կամակորություններին, փորձում է ընդդիմանալ ու ըմբոստանալ, բայց այս անգամ նրա արցունքներն ու բողոքները չեն աշխատում։ Եղբայրն անկոտրում է։ Այս ամենին կողքից լուռ, բայց չափազանց ուշադիր հետևում է Դավիթ պապիկը։ Տարեց ու իմաստուն մարդու սուր աչքից ոչինչ չի վրիպում։ Նա հստակ զգում է, որ տանն ինչ-որ սարսափելի բան է կատարվում, որ թոռներն իրենից ինչ-որ շատ լուրջ ու ցավոտ բան են թաքցնում։ Չդիմանալով անորոշությանը, պապիկը Մանանին կանչում է լուրջ, աչք առ աչք խոսակցության։ Նրա ձայնը հնչում է սառը և վճռական։ Սա իմ վերջին զգուշացումն է քեզ։ Եթե գոնե մեկ անգամ էլ իմանամ, որ դու քո պահվածքով հիասթափեցրել ես եղբայրներիդ, ապա իմացիր, ինձնից քեզ ներում բեկում չի լինելու։ Այս խոսքերը հնչում են որպես խիստ դատավճիռ։ Իսկ քաղաքից դուրս, որտեղ Հունանը փորձում է մեկուսացնել ու կառավարել իր ընտանիքը, ևս պատերազմ է։ Հունանը սկսում է իր հերթական հոգեբանական ճնշումը, Գրիշոյի գլխին անվերջ քարոզներ կարդալով Մանանից ընդմիշտ հեռու մնալու վերաբերյալ։ Բայց Գրիշոն այլևս այն հնազանդ որդին չէ։ Նա նայում է հոր աչքերին ու հպարտորեն հայտարարում. Այն, որ ես երեկ Լեայի ներկայությամբ լռեցի ու իբր ենթարկվեցի քո հրահանգներին, բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Ես երեկ ուղղակի մի կերպ ինձ զսպեցի, որ քեզ հետ չկռվեմ։ Ես երբեք չեմ հրաժարվելու Մանանից։ Հայր ու որդի հայտնվում են անզիջում հակամարտության մեջ։ Մինչ Գրիշոն պայքարում է իր խենթ զգացմունքների համար, Լեոն ապացուցում է, որ իսկական սերը խոչընդոտներ չի ճանաչում։ Վտանգելով ամեն ինչ, նա որոշում է թողնել քաղաքն ու այցելել այն գաղտնի վայրը, որտեղ Հունանը փակել է Լեային։ Եվ ահա դրսում, լռության մեջ, Լեոն աննկատ մոտենում է սիրելիին։ Նրանք ամուր, կարոտով գրկախառնվում են, մոռանալով աշխարհի ու թշնամանքի մասին։ Բայց այս սերիայի ամենաողբերգական, ամենասարսափելի հարվածը մեզ սպասում էր Մոսկվայում։ Վլադիմիրի մայրը Օլգան վերջապես ստանում է իր խորը բժշկական հետազոտությունների պատասխանները։ Բժիշկների ախտորոշումն անողոք է։ Նրա մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն։ Այս փաստը ահավոր ծանր, կործանարար հարված է կնոջ համար։ Գիտակցելով իր մոտեցող մահը և այն, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել, Օլգան կայացնում է իր կյանքի ամենադժվար որոշումը։ Եթե իր հետ մի վատ բան պատահի, Վլադիմիրը պարտավոր է իմանալ իր արմատների մասին։ Նա կանչում է որդուն և արցունքների միջով ասում այն, ինչ թաքցնում էր 20 տարի։ Վլադիմիր, ես քո կենսաբանական մայրը չեմ։ Վլադիմիրի ողջ աշխարհը փուլ է գալիս, նա կանգնած է կատարյալ, աննկարագրելի շոկի մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք մահվան շեմին գտնվող Օլգան ուժ կգտնի իր մեջ և կասի Վլադիմիրին նրա իրական, կենսաբանական ընտանիքի տեղը, ուղարկելով նրան Դավիթ պապիկի մոտ։ Եվ արդյոք Հունանը կիմանա Լեոյի գաղտնի այցելության մասին։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և ապրումներով մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը այս հուզիչ իրադարձությունների վերաբերյալ։